Պարոն Դրմեյան, 4-ից կեսեի հրավիրել, թե 4-ին։ 4-ին հավանաբար գործընկերներ, ես մի փոքր ուշացա, ներողություն եմ խնդրում, հա։ Պարոն Դրմեյան, ինչ էր բովանդակում նամակը եւ ինչու այս պահին ձեզ հիշեցին։ Արգելի լրագրողներ, երեկվա հնչեցրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունները իրականությանը չհամապատասխանող էին եւ ունեին նաեւ իմ պատիվն ու արժանապատվությունը հարատավորող բնույթ եւ ես որոշել եմ իմ իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտպանել դատական կարգով ու հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու մասին։ Որ արտահայտությունները մասնավորապես բոլոր այն արտահայտությունները, որոնք առնչվում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն, այնտեղ դուք կմտաբերեք, որ նաև իլիականից ու ոդիսականից մեջբերումներ արվեցին, այդ բոլոր արտահայտությունները, արված արտահայտությունները եւ մեջբերված փաստերը իրականությանը չհամապատասխանող են եւ ոչ միայն չեն համապատասխանում, այլև այնպիսի կոնտեքստում էր ներկայացում այդ ամենը, որը արատավորում էր անձի այս դեպքում իմ պատիվն ու արժանապատվությունը։ Ինչու այս պահին որ հանրությունը շուտով հասկանալու է, որ կառավարությունը մեկ անձ չէ, երբ շուտով եւ երբ ինչպես է հասկանալու։ Դժվար ճանապարհ է, ես ընտրել եմ այն ճանապարհը, որը իրավական է, իրավաչափ է, օրինական է։ Ես պատահական այսպես ոտքի վրա խոսքեր չեմ ասում։ Իմ ձեռքը մաքուր է, խիղճս հանգիստ է եւ պատրաստ եմ այդ երկար ճանապարհով, իրավական ճանապարհով հասնելու նրան, որ հերկվեն են արտահայտությունները, որոնք արվել են իմ հասցեին, իմ անձի հասցեին, արատավորող բնույթ ունեն եւ կարծում եմ նաեւ պետք է մեկ ընկալում լինի, որ Հայաստանի Հանրապետությունում մեր այս հայրենիքում չի կարող լինել բռնապետություն։ Մենք գնում ենք ուղիղ այդ ճանապարհով։ Այս պահին ես գումարային պահանջ դեռ չեմ ներկայացրել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հնարավորություն է տալիս հայցի հիմք եւ առարկա փոխել, ավելացնել պահանջները։ Այս պահին զուտ, քանի որ շատ արագ իրադարձությունները զարգացան, ես այս պահին ներկայացել եմ ուրեմն արտահայտությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջ, ընթացքում կերևա, միգուցե նաև ներկայացնեմ։ Չէ, քաղաքացիական, այո, քաղաքացիական հայց է Երևան քաղաքի ուրեմն ընդհանուր իրավասության դատարանը մեկ դատական տարածք է եւ ըստ էության բոլոր դատարաններում էլ այդ հայցը կարող է ներկայացվել։ Սա թեև քրեական դատարանի նստավայրներ, բայց մենք կներկայացնենք մուտք կարվի հայցադիմումը 3 այլ նստավայրից որևէ մեկում, ըստ էության դա տեխնիկական հարց է մեծ հարց։ Ինչու այս պահին հիշեց ձեզ հեծին արբիտրաժի։ Գիտեք, ես շատ պատահականորեն իմացա այդ հայտարարության մասին, երբ որ ազատությունից կա լրագրող, չկա, հա, դուք եք հավանաբար զանգել, թե ձեր գործընկերը, հա, երբ պատահաբար իմացա, որ հիշել են ինձ, չեմ կարող ասել, ինձ համարել է հանելուկ, թե ինչ պատրվակով, ինչ նպատակով, ինձ թվում է, որ այս վարույթի ընթացքում արդեն ավելի բարձր կլինի։ Գործունեության հետ կապ ունի։ Ես եւ գործընկերներս կապում ենք դա հենց ընդդիմադիր գործունեության եւ քաղաքական ակտիվության հետ, հատկապես հետ ընտրական process-ներում մեր կուսակցության այսպես շատ ակտիվ դիրքորոշման եւ ձեռնարկած քայլերի հետ ես ասեմ, որ այս պահին վարչական վերաքննիչ դատարանում դեռ քննվում է մեր հայցադիմումի վարույթ ընդունելու հարցը, որը ուղղված էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվանելու։ Հնարավոր է այս ամենը հողեն նախապատրաստում ձեզ կալանավորելու համար։ Մեր այսօրվա իրականության մեջ ես ոչինչ չեմ բացառի, մի փոքր հույս ունենալով այնուամենայնիվ, որ իրավապահ մարմիններում դեռ կան մարդիկ, ովքեր որ հետևում են օրենքին եւ գործում են օրենքի ոգուն ու տարին համապատասխան, բայց իհարկե ոչինչ բացառել պետք չէ։ Պարոն Դրմեյան, աշխատանքային ինչ հարաբերություններ եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ 5 տարի աշխատելով այնտեղ եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ դուք ընդդիմության ներկայացուցիչն եք եղել կառավարությունում եւ հենց հերացրին դուք դարձաք ընդդիմության ներկայացուցիչներից Պատգամավորի տեխնացու դրա վերաբերյալ ինչ կարող։ Հենց ձեր ասած վերջին միտքը այս հայցի առարկայի մաս է կազմում, այսինքն պետք է քննարկվի այդ փաստը, որ հնչեցվեց իրականությունը դա համապատասխանում է թե ոչ, իհարկե չի համապատասխանում։ Ես իմ պաշտոնական գործունեության, լինի դա կառավարություն, լինի դա դատական համակարգ, արտերկրում այն աշխատելու տարիներին միշտ գործել եմ պաշտոնական դիրքը եւ դրա պատասխանատվությունը քաջ գիտակցելով
Հայաստանի Հանրապետությունում առավել եւս գործել եմ հաշվի առնելով միայն մեկ սուբյեկտի շահ, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ հարաբերությունները եղել են զուտ պաշտոնական։ Բացառապես պաշտոնական։ Պարոն Դերմյան, քանի որ այդ ընթացքում մեր երկրի համար կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել, այդ թվում եւ Արցախի անկումը, դուք այդ ժամանակահատվածում հաշտ եք տեղի ունեցողի հետ։ Գիտեք, բնականաբար հաշտ չէի, որպես անձ, որպես Հայաստանի քաղաքացի, եւ դրանից ելնելով նաեւ իմ մասնագիտական գործունեությունը ինձ թվում է հանրությանը հայտնի է եղել եւ տեսանելի է եղել գրասենյակի գործունեությունը, թե ինչ հսկայածավալ աշխատանք է տարել գրասենյակը, որքան հայցեր, որքան անձանց իրավունքների վերաբերյալ, ինչքան միջանկյալ միջոցներ, գերիների, ռազմագերիների եւ բավող քաղաքացիական անձանց վերաբերյալ ինչպիսի ծավալուն գործունեություններ տարվում եւ հաճախ երբեմն հենց միայն այդ գրասենյակի միջոցով էր հնարավոր լինում ապահովել Բաքվում պահվող մեր գերիների վերաբերյալ որևէ տեղեկատվության ստացում։ Պարոն Դերմյան, Փաշինյանի հայտարարությունից հետո դատախազությունը process մեկնարկեց, ինչ է արվել դրա համատեքստում, օրինակ Տեղյակ եք կարգավիճակ կա, չկա։ Այն հայտարարությունը, որը մամուլով է տարածվել, այս պահին ես էլ այդքանից եմ տեղյակ։ Որևէ այլ գործողություն, որևէ process-ի վերաբերյալ, որևէ տեղեկություն չունեմ, որևէ այս պահին դատավարական գործողություն չի արվել, ես տեղյակ չեմ։ Հաշվի առնելով, որ խորհրդարան չանցավ ձեր ուժը, ձեր հաջորդ քաղաքական քայլը որն է լինելու, ինչով եք զբաղվելու այս ընթացքում։ Գիտեք, մենք դեռ հարաբերական այսպես կարծես պասիվություն է քաղաքական դաշտում, բայց մենք պասիվ չենք մնում եւ ներկուսակցական քննարկումներ ենք ունենում հետագա քայլերի մասով, ինձ թվում է, երբ որ դրանք շուտով բյուրեղանան նաեւ այդ մասին հայտարարությամբ հանդես կգանք, ասեցի, որ ունենք ընթացիկ մեկ դատական process վերաքննիչ վարչական դատարանում կապված կենտրոնական դրական հանձնաժողովի որոշման վիճարկման հետ, գիտեք, որ վարչական դատանը վարույթ չէր ընդունել հայցը, Սահմանադրական դատանը եւս չընդունեց այդ հայցը եւ մենք հիմա բողոքարկում ենք վարչական դատանում, միգուցե դա նաեւ իր շարունակությունը ունենա մարդու իրավունքների եվրոպական դատանում հետ գործում։ Փաշինյանը նաև ձեզ մեղադրեց ինֆորմացիայի արտահոսքի համար քաղաքական լրատվական դաշտ, արդյոք նման համագործակցություն ինչի մասին եղել է։ Դուք հիշում եք մեկ դեպք արբիտրաժի այդ վարույթի, այդ քննարկված վարույթի ընթացքում, երբ ես հանդես գամ որևէ լրատվականի, որևէ բարձաբանում տալով ձեր ասած փաստը հայցի հերթական առարկայի մեջ մտնող դրվագներից մեկն է, որի ապացուցման բեռը գրում է հայտարարություն տարածած անձը։ Պարոն Դերմյան, անցած տարի մինչև ձեր պաշտոնանկությունը հեծի վերաբերյալ արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, որ եղել էր, դուք որպես այդ ժամանակ պաշտոնյա, ինչ դիրքորոշում եք հայտնել։ Խոսքը կհիշեք այն գրության մասին էր, որը տարածվեց։ Մեկ պետական մարմինը դիմել էր մեկ այլ պետական մարմնի բարձաբանում պահանջելով։ Կոնկրետ հարցադրումները հիմա չեմ հիշի դրվագային, բայց այդ գրությանը այո, այդ թվում նաև որոշումը կատարման ենթակա է, կատարման ենթակա չէ եւ այլն։ Եվ գրասենյակը, քանի որ ապահովում էր Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը արբիտրաժային վարույթում, իր լիազորություններից ելնելով պատասխան է տվել, ներկայացնելով, թե իրավական կարգավորումը ինչպիսին է, այսինքն եթե կատարման պիտի ենթակա լինի վճիռը, ինչ քայլեր պետք է արվեն, եթե կառավարությունը չի ցանկանում կատարել, դրա ռիսկերը որոնք են։ Ընդհանրապես սրա մասին է խոսքը։ Թե հետագայում օրինակ ես էլ կցանկանայի տեղեկանալ, թե այդ ինչպես է ստացվում, որ երկու պետական մարմինների միջև եղած գրությունը հետո հայտնվում է լրատվական դաշտում, հետո ինչ որ ուրեմն այդ արտահոսքի միջոցով հայտնվում է լրատվական դաշտում, դրա մասին սկսում է նույնակ ինձ էլ է շատ հետաքրքիր։ Պետք է կատարվի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը, թե ոչ։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ստանձնում է պարտականություններ միջազգային պայմանագրով, կլինի դա երկկողմ թե բազմակողմ, այդ պարտականություններին համահունչ ինքը պետք է գործի։ Բայց չկատարվեց իրականում որոշումը։ Դե գիտեք, աշխարհում շատ կան դեպքեր, երբ որ պետությանը պարտավորեցնում են վճիռ կատարել, այդ պետությունը բոլոր ռիսկերը հաշվի առնելով չի կատարում այդ վճիռը։ Հիմա չկատարեց, հետևանքները պետք է տեսնենք ինչ է լինելու։ Իսկ դուք դրանից հետո, երբ ազատվեցիք աշխատանքից, ինչու որոշեցիք դիրքավորվել որպես ընդդիմադիր, որտեղ 5 տարի ամեն դեպքում կառավարության ներսում եք աշխատել։ Եթե ուզում եք, էլի բաց։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ այս պայմաններում անձը, անհատը, քաղաքացին ունի ազատ կամքի արտահայտման, այդ թվում իր քաղաքական դիրքորոշումը արտահայտելու իրավունք։ Ինչու այս պայմաններում հիշեցիք։ Դե որովհետև ես պետական ծառայող լինելով չէի կարող լինել, ասենք, ընդդիմադիր ինչ որ քաղաքական գործունեության զբաղ, սա ուղղակի սահմանափակում է։ Եվ երբ որ ես ազատվեցի աշխատանքից վարչապետի հրամանով, ոչ թե սեփական դիմումի համաձայն, այդ ժամանակ սկսեցի զբաղվել նախ իմ մասնագիտական գործունեությամբ, փաստաբանական իրավախորհրդատվական գործունեություն եւ
Նաև գաղափարակից ընկերներ ինձ առաջարկեցին միավորվել ավելի գաղափարական պայքար տանելու, որովհետև ես հաշտ չեմ եւ հաշտ չէի Հայաստանում տիրող վիճակի հետ։ Ինչու եթե հաշտ չէիք այդ ժամանակ դուք ինքնական հրաժարականություն։ Որովհետև այդ ժամանակ իմ զբաղեցրած պաշտոնը Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական ատյաններում վարած քաղաքականության կոնտեքստում մաքսիմալ հնարավորություններ տալիս ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ ես դա արել եմ պատվով։ Բայց դրանից հետո հնարավորություն չէր տալիս կնել։ Չէ, հիմա էլ եմ, հիմա որպես ազատ քաղաքացի արդեն քաղաքական կոնտեքստում իմ խոսքն եմ ասում, իմ ընկերների հետ միասին, իմ գաղափարակից ընկերների հետ միասին։ Տեխնիկական հարձատանից էր պատասխան կստանաք վարույթ ընդունելու մակագրվելու մասին օրերի ընթացքում ենթադրում։ Պարոն Դերմյան, իսկ աշխատելու ընթացքում հայցերը, որոնք ներկայացվում էին միջազգային կառույցներին անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ է համաձայնեցվում։ Կա եղել են օրինակ հայցեր, որոնց վերաբերյալ նշվել է, որ պետք չէ ներկայացնել։ Միջպետական բոլոր հայցերը ըստ օրենքի ներկայացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն։ Չէ, ուզում եմ հասկանալ անձամբ հաստատել եք կամ անձամբ իր հետ Ես այդ հայցերի ներկայացման ժամանակ չեմ եղել այդ անձը, եղել է ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ եւ ներկայացուցիչն էր, որ զբաղվում էր այդ հարցերով։ Պարոն Դերմյան, անձամբ այսինքն իր հետ որևէ Ես այդ ժամանակ շփում անձամբ որևէ քննարկում, որևէ շփում չեմ ունեցել, ոչ։ Պարոն Դերմյան, ստացվում է ձեզ մեղադրում են ձեր լիազորությունների սահմաններում գործելու համար, նկատի ունեմ տեղեկացրել եք արբիտրաժի որոշումը անելու եւ չկատարելու դեպքում ինչ հետևանքներ կբխեն։ Այո, ըստ էության միգուցե քիմքին հաճո չեն եղել այդ մարդկանց իմ դիրքորոշումը, բայց ես այլ բան չէի կարող անել, քան գործել օրենքի շրջանակում։ Եվ թե դա ում դուր կգա, ում դուր չի գա, այդ արդեն Ինչ կմանրամասնիկ, այսինքն ինչ եք տեղեկացրել։ Պետական մեկ մարմին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը վարույթ է իրականացնում, տեղեկատվություններ պահանջել, այդ խոսքը այն գրության մասին է, որը լրատվական կայքերում նաև հասանելի է։ Դրա մասին ընդհանրապես այդ իրավական դիրքորոշման Դուք ինչ եք պատասխանել, որ արբիտրաժային դատարանը նման որոշում է կայացրել Ինչ որոշում է կայացրել, ինչպիսի պահանջներ է ներկայացել այդ որոշման, որն է կատարման ենթակա տվյալ պահին, որով Հայաստանի Հանրապետությունը որևէ անելիք չունի, այս ամբողջը ներկայացված էր այդ գրությամբ, որ կանոնների համաձայն Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի։ Վարչապետը նաև կասկածներ հայտնեց ձեր ունեցվածքի վերաբերյալ 5 տարվա ընթացքում ինչ որ բան պետական ծառայող որպես ինչ որ գույք ձեռք բերել եք։ Ուրեմն ես քիչ առաջ նշեցի, որ ձեռքս մաքուր խիղճս հանգիստ, դա վերահաստատում եմ, ես պետական պաշտոնատար որպես անձ եղել եմ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ, ներկայացվել է հայտարարագիր պատշաճ, օրենքին համապատասխան իմ ամբողջ ունեցվածքը տեսանելի է եղել ոչ միայն հանրությանը, այլ նաև պետական բոլոր մարմիններին։ Բերել եք այդ ընթացքում։ Ոչ։ Պարոն Դերմյան, իսկ մտավախություն կա, քանի որ ձեր հայրը, նաև քույրը դատավոր են, հնարավոր է նրանց նկատմամբ որևէ պրոցեսներ։ Եթե գնում ենք այն կանխավարկածով, որ մենք գնում ենք ամենաթողության, այսինքն ամեն ինչ կարելի է իշխող վարչախմբին հետ կանխավարկածով, ես ոչինչ չեմ բացառում իմ հարազատների հետ կապված, իմ ընկերների, բարեկամների, մտերիմների ցանկացած որևէ անձի, ով իմ հետ շփում է ունեցել, դրա հետ կապված իհարկե ոչինչ չեմ բացառում։ Մի բան էլի, երեք միասնության թևերը նաև հայտարարեց, որ ըստ էության բովանդակային, որ վարչապետը ցույցում է տալիս իրավապահներին, բայց Փաշինյանը նշում էր, որ ինքը որպես, չգիտեմ, քաղաքացի հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին։ Չի կարող որպես քաղաքացի նաև վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդում ներկայացնեն եւ այդ մասին հայտարարեն։ Հիմա տեսեք, կարող է, եթե կարճ, բայց կոնտեքստը նայենք, ընդհանուր երկրում տիրող։ Միասնության թևեր կուսակցությունը սահմանադրական դատարանում կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ, ընտրական իրավախախտումների վերաբերյալ փաստեր էր ներկայացրել։ Օրինակ, բարեգործության արգելքի խախտում, հենց քաղաքացիական պայմանագրի կողմից։ Բանը հակակոռուպցիոն կոմիտեն էլ այդտեղ նստած նիստերի դալիճում։ Ինչ ընթացք տրվեց։ Ինչ զարգացում տեղի ունեցավ, ոչինչ։ Եվ այս կոնտեքստում, այո, վարչապետի հայտարարությունը դիտարկվում է որպես ուղիղ ցուցում, որտեղ երբ որ հավասար պայմաններում 5 սուբյեկտ կամ 10 կամ 20 հայտարարություն են անում, կոնկրետ փաստ են ներկայացնում, բայց վարույթներ ուսումնասիրություններ չեն իրականացում, իսկ օրինակ բարձրաստիճան պաշտոնատար անձի մեկ հայտարարության հիման վրա անմիջապես process է սկսվում, այստեղ այո, հենց խոսքը նրա մասին է, որ կա ցուցում իշխող վարչակազմի կողմից։ Մերսի։